Գագիկ Ծառուկյանի պաշտպանության կողմը համագործակցելով Իրանի գործընկեր փաստաբանների հետ ձեռք է բերել քրեական վարույթի համար բացառիկ նշանակության փաստաթղթեր, որոնք պաշտպանության կողմի գնահատմամբ ուղղակիորեն հակասում են Գագիկ Ծառուկյանի մեղադրանքի փաստական հիմքերին։ Մասնավորապես 2026 թվականի փետրվարի 14-ին Մուլտիգրուպը Իրանի իրավասու մարմիններին ներկայացրել է բողոք Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի և Համլետ Թումանյանի դեմ խարդախության, գույքն ապօրինի կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Բողոքին կից ներկայացվել են այն հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր և ապացույցներ։ Այնուհետև մայիսի 31-ին Մուլտիգրուպը Իրանի իրավասու մարմիններին ներկայացրել է ևս մեկ բողոք արդեն Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի, Համլետ Թումանյանի և Հաջի Ալի Օլամայիի դեմ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման, այլ անձի գույքի յուրացման նպատակով հանցավոր համաձայնության, փողերի լվացման, ինչպես նաև կեղծ պաշտոնական տիտղոսի ու պաշտոնի յուրացման վերաբերյալ։ Այս բողոքին կից ներկայացվել են այն հիմնավորող մեծածավալ փաստաթղթեր և ապացույցներ։ Հատկանշական է, որ երկու բողոքներում ներկայացված ապացույցների շարքում առկա են նաև տվյալներ, որոնք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի կողմից $7.5 միլիոն, $7.5 միլիոն եվրո և 20 միլիոն դրամ տրամադրելու փաստական հանգամանքներին։ Իրանի դատական իշխանության տեղեկատվական համակարգից ստացված տվյալների համաձայն նշված երկու բողոքների հիման վրա վարույթ է նախաձեռնվել և ստացել են օրինական դատավարական ընթացք։ Ավելին, բողոքները վարույթ ընդունվելուց հետո օրենքով սահմանված կարգով հանձնվել են նաև պատասխանողներին, ինչը ևս վկայում է, որ Իրանի իրավասու մարմինները ներկայացված փաստերը դիտարկել են որպես քրեական իրավական գնահատման ենթակա և արժանի պաշտոնական քննության։ Ներկայացված փաստաթղթերով ևս մեկ անգամ հիմնավորվում է պաշտպանության կողմի պնդումն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով։ Այս հանգամանքն առանձնակի կարևոր նշանակություն ունի, քանի որ այն ակնհայտ հակասում է Հայաստանի վարույթն իրականացնող մարմնի առաջ քաշած վարկածին, ըստ որի Գագիկ Կոլյայի Ծառուկյանը ներկայացվում է, թե իբրև գործել է Համլետ Թումանյանի հետ խմբի կազմում, իսկ Արման և Էրֆան Օլամայիները ներկայացվում են որպես տուժողներ։ Մինչդեռ Իրանի իրավասու մարմիններին ներկայացված պաշտոնական բողոքներն ու դրանց հիման վրա նախաձեռնված վարույթները վկայում են ճիշտ հակառակի մասին։ Պաշտպան Էմին Խաչատրյանը հրապարակել է Իրանից ստացված պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները և դրանց պաշտոնական հայերեն թարգմանությունները, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա անձամբ ծանոթանալու դրանց բովանդակությանը, գնահատելու ներկայացված փաստերը և ինքնուրույն եզրակացություններ անել։ Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն և չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը։ Խաչատրյանը նշում է, որ նման կարևորագույն փաստաթղթերի հրապարակումը կլինի շարունակական։